Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր այս տեսահոլովակը լինելու է շատ երկար եւ ես որոշել եմ բաժանել դա երկու մասի։ Առաջին մասը կլինի կարճ, քանի որ ուզում եմ անեմ վերլուծություն երեկվա հանրահավաքի վերաբերյալ, որը տեղի ունեցավ Ազատության հրապարակում, որը կազմակերպել էր Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Ինչու համար եմ սկսում դրանից, քանի որ ես ձեզ խոստացել եմ, որ յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր քաղաքական գործիչի, յուրաքանչյուր քաղաքական ուժի ես պետք է լուսաբանեմ եւ հասցնեմ ձեզ, որպեսզի դուք հունիսի 7-ին 2026 թվականին չլինեք խափնված, չլինեք դավաճանված, չլինեք պարտված։ Եվ ես այսօր անում եմ այդ վերլուծությունը երեկվա իրադարձությունների վերաբերյալ։ Ուրեմն տեսեք ինչ կատարվեց, ժողովուրդ ջան, նախ այսօր ԿՊԱ-ականները չեն կարող ասել, որ դատարկ էր Ազատության հրապարակը, շատ բավականին չափից շատ մարդ կային, անգամ փողոցներով կանգնած, տեսահոլովակները կան, ինքներդ կարող եք այդ ամենը տեսնել։ Բայց այս վերլուծությունը, ժողովուրդ ջան, դա դեռ չի նշանակում, որ Արթուր Ֆարմանյանը եւ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը աջակցում է Ուժեղ Հայաստան կուսակցությանը, մենք ընդհանրապես, ինչպես նախկինում ձեզ խոսք էի տվել, վերլուծություն ենք անում, մենք փնտրողի դերում ենք, որպեսզի իրոք չլինենք խաբված։ Հիմա տեսեք ինչ տեղի ունեցավ։ Ես այնտեղ եմ եղել, որպեսզի չասեն լկտի սուտ է, խնդրեմ այս տեսեք, այս տեսահոլովակը։ Շատ մարդիկ մոտիկանում են ինձ, սիրելի հայ ազգ, ձեր ցավը տանեմ, քույրեր եւ եղբայրներ, անչափ երեք զգացված էի, անչափ շնորհակալ եմ ձեզանից ձեր տված գնահատականի համար իմ համեստ աշխատանքի վերաբերյալ, որը ես անում եմ հանուն Հայաստանից Հանրապետությանը, հանուն հայ ազգիս։ Ես այս ամենը չեմ կարող անել առանց ձեզ։ Ձեր վստահությունը, ձեր օգնությունը, ձեր աջակցությունը ինձ հոգեպես ես զգում եմ։ Մեռնեմ ձեզ, ամեն ինչ լինելու է շատ լավ։ Ուրեմն առանց պրովոկացիաների տեղի չէր կարող ունենալ այդ միջոցառումը, ասեմ ինչ պրովոկացիաներ տեղի ունեցավ։ Պրովոկացիաները հետևյալն էին. հայտնվեցին հանրապետական կուսակցության անդամներ։ Բավականին շատ։ Չեմ կարող ասել շատ, բայց կային երևի մի 10-15 հոգի եւ այն հանրապետականները, ովքեր ասենք թե ազգը ճանաչում են։ Ինչը դուրս եկավ հետեւյալը, որ անմիջապես Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները, կուսակցության անդամները տեսնելով, որ իրենք հանրապետության հրապարակում են, անձամբ են տեսել, անձամբ են լսել, որ իրենք մոտիկացան հանրապետականներին եւ շատ կուլտուրական խնդրեցին իրենց, ասելով հետեւյալը. խնդրում ենք մի հարամեք մեր միջոցառումը։ Սա մեր միջոցառումն է, սա մեր հանդիպումն է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ, սա պետք է անցնի առանց ինչ-որ մի պրովոկացիայի, որից հետո նրանք հեռացան, այլևս ես իրենց այնտեղ չտեսա, բայց այնտեղ էին նաև նիկոլականները իրենց մեդիա դաշտը թողել էին այդտեղ, որտեղ ժողովրդին այն մարդկանց, ովքեր իրենց հոգսերով ծանրաբեռնված եկել էին մասնակցելու այդ միջոցառմանը, պրովոկացիոն հարցեր տալով, ֆռսնելով, այն իրանց կեղտոտ քայլերը տալով, առանց էթիկայի եւ կոռեկտը պահելու այնպիսի բաներ էին անում, երեխաներին էին կպնում մյուսը, դա իրենց ոճն է։ Ինչ կարող եմ ասել, ԿՊ-ն երեք շոկի մեջ էր, կարող եմ ասել, որ նիկոլականները նոկդաունի մեջ են։ Իսկ ինչ կվերաբերվի նիկոլականերին, կվերադառնամ դրան երկրորդ մասում, այնտեղ լինելու է շատ հետաքրքիր, եւ դուք ինքներդ կտեսնեք ինչ են արել ԿՊԱ-ականները։ Հիմա ուզում եմ ասեմ ձեզ, սիրելի բարեկամներ, ես
ինձ թվում է պարզ բացատրեցի, որ շատ հիանալի էին կազմակերպել, մնում է այն ինչը որ խոսք են տալիս, դա լինի անկեղծ, մենք կհետևենք այդ ամենին, մենք ուսումնասիրենք եւ ես կզեկուցեմ հայ ազգիս իմ կարծիքի վերաբերյալ, ինչ եմ ես մտածում, նրանք անկեղծ են, թե ուղղակի Նիկոլի պես օթում խոսում են, այսօր խոսում են, վաղը չեն անում, մեզ պետք է համոզվել, սիրելի բարեկամներ, ուրեմն ինչ էին անում Նիկոլականները մոտիկանում էին ժողովրդին, հարց էին տալիս, կարծեմ Վարդևանյան Արամի վերաբերյալ, որ նա քոչարյանական է, դուք հասկանում եք, որ դուք եկել եք հավաքվել եք այստեղ, դուք քոչարյանին եք ձայն տալիս եւ այլն, համոզիչ չէր իրենց այդ ասած արգումենտները, ժողովուրդը ուշադրություն չէր դարձնում, ասեմ ձեզ շանտեղ չէր դնում, բայց ինչ վերաբերվում է Վարդավանյան, կներեք, եթե սխալ եմ ասում ազգանունը, Արամին, կարող եմ ասեմ հետևյալը ժողովուրդ ջան, Վարդևանյան Արամը նա ազգությամբ հայ է վերջով, իսկ վերցնելով պատմության փորձը 1917 թվականի հեղափոխությունից հետո բոլշևիկյան խորհրդային միությունում մեծամասնությունը կազմում էին նախկին ցարական ռեժիմի աշխատողներ եւ ինտելիգենցիան, այսինքն կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, որ բանակը եղել են նախկին սպաները, որոնք ծառայել են ցարի ժամանակ, իրավաբանները, ոստիկանները եւ մյուս ուժայինները, որքանով ես գիտեմ, Վարդևանյան Արամը ոչ նախարար է եղել, ոչ փոխվարչապետ է եղել, ոչ ինչ-որ մի կառույցի ղեկավար է եղել, բայց ինչ է եղել Նիկոլ Փաշինյանը, որ այսօր ուզում են, կներեք այս բառից համար քլնգեն Սամվել Կարապետյանին, ես ընդամենը ուզում եմ արձանագրեմ փաստերը, չէ որ Նիկոլ Փաշինյանը սրանից տարիներ առաջ ասում է հետևյալը, որ միլիոններով դոլարներ են ներդնում հայկական սփյուռքը եւ տալիս է Ռուբեն Վարդանյանի անուն ազգանունը եւ Սամվել Կարապետյանի, որը որ այսօր ինքը ասում է ինչ են արել, որ բան չեն արել Նիկոլ Փաշինյանը, ես ձեր հետ համամիտ եմ, բան չեն արել, ընդամենը միլիոններով դոլարներ են տվել, որը որ դուք այսօր բարեհաջող լափում եք Նիկոլ Փաշինյան, իսկ եթե դուք մտածում եք, որ դուք հիշողությունից թույլ ազնվորություն եք, դուք չեք հիշում, որ դուք տենց բան եք ասել, Ժորժ, խնդրեմ, տեսեք, այսօր հոմ Նիկոլ Փաշինյանն ասում, ես չեմ ասում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Ուզում եմ մենք անուն առանուն այդ մարդկանց հիշենք, որ ասենք նույնիսկ կապ չունի աշխարհայացքային քաղաքական երբեմն ինչ հարաբերություններ կան, մենք գնահատում ենք Հայաստանում եւ Արցախում քարը քարի վրա դնելու ամեն մի գործունեությունը եւ ես ուզում եմ որ մենք բուրըն ծափերով ողջունենք բոլոր այն մարդկանց։ Հա Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյանը էլ չտվեց միլիոններ, դարձրիկ քիչ ամնում ազգի դավաճան, KGB-ի ագենտ, Ռուբեն Ռուբենյանին տարակ ընդեղ փորը տվեցիք, այսինքն դուք ոչ թե իրենց ուզում եք քլնգած ելեք, դուք ուզում եք իրեն ոչնչացրած լինեք, իրենց նման հայի տեսակ ուզում եք ոչնչացրած լինեք, դա ձեզ խնդրել է բեղերով տարական նախագահի Խամալիևը, սպասեմ արձագանքին, ժողովուրդ ջան, մեկ անգամ եւս կրկնեմ, ես ընդամենը զեկուցեցի ձեզ, թե ինչ է իրականում եղել երեք, կարող եմ ասել, որ միջոցառումը ուժեղ Հայաստան կուսակցությանը հաջողվեց, ինչով ես շնորհավորում եմ յուրաքանչյուր կուսակցությանը, ով կարող է անել նման միջոցառում եւ ում կարող է վստահել Հայաստանի Հանրապետության քաղաքացին։
Դա հաղթանակ է իմ կարծիքով, բայց ինչ վերաբերվում է Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության կարծիքին եւ Արթուր Ֆարմանյանի կարծիքին, կարող եմ ասեմ, ես եզրակացություններ եւ իմ կարծիքը չեմ հայտնի, քանի որ դեռ շուտ է, բայց ես ձեզ խոստանում եմ, որ ես անպայման յուրաքանչյուր քաղաքական ուժի, ովքեր մասնակցելու են ընտրություններին, ես կհայտնեմ իմ կարծիքը եւ կզեկուցեմ եւ կհիմնավորեմ ինչի համար մտածում եմ այս կուսակցության մասին լավը, այս կուսակցության մասին վատը, իսկ այս կուսակցության մասին ընդհանրապես ոչ մի բան չեմ մտածում։ Շնորհակալություն այսքան առաջի մասով։